Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ որ մենք հարաբերվեցինք։ Մարդկանց հետ շարունակում են հարաբերվել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչները։ Մի մասի հետ հարաբերվում ենք, բարևում ենք, ուրեմն գրքեր, այցեքարտեր եւ ենք նվիրում։ Քաղաքացիների մյուս մասին էլ հեռախոսի ու ինտերնետի միջոցով են քրիստոնյա ժողովրդավարականները իրենց ասելիքը հասցնում։ Մեր հնարավոր միջոցներով, որը անսահմանափակ է։ Քաղաքական այս ուժը ընտրապայքարում է անվտանգությունը, ազատությունն ու զարգացումը կարևորելով, ասում են, ուզում են հաստատել գիտաարդյունաբերական Հայաստանի կոնցեպտը եւ ստեղծել տեխնոլոգիական զարգացման վրա հիմնված պետություն։ Մենք կողմ ենք գիտաարդյունաբերական, ագրոարդյունաբերական, նորագույն տեխնոլոգիաների համադրումով Հայաստանի ստեղծմանը, որը լայնորեն պիտի օգտագործի սեփական հումքը։ Սեփական հումքը ոչ միայն մետաղներն են, որից առանձնապես Հայաստանը թեկուզ եւ չի փայլում, բայց մենք ունենք ահռելի ոչ մետաղական հանքարդյունաբերության տեսակ։ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ոչ միայն քաղաքական կամ տնտեսական բարեփոխումների, այլև գիտություն, գումարած արտադրություն, գումարած տեխնոլոգիաների ձևաչափով, ավելացնում են քրիստոնյա ժողովրդավարականները։ Քաղաքները հաստատ կվերածնվեն, մեր երիտասարդները այլևս պատերի տակ կանգնած մոլորված սիգարետներ չեն ծխի, ինչը որ հիմա տեսնում ենք, դուք գիտեք նաև նարկոմանիայի հարցեր կան։ Քվեաթերթիկի իրենց թիվը պատահական համընկնում չի համարում Լևոն Շիրինյանը, առաքյալների հետ է համեմատում քրիստոնյա ժողովրդավարականներին։ Դուք գիտեք, որ Քրիստոսի աշակերտները 12-ն էին, երկուսը ճակերտավոր ասած հայկական առաքյալներն են, 12-ից Թադեոսը եւ Բարտուղեմեոսը, նրանք են հիմնադրել հայաստանյաց առաքելական եկեղեցին, որը ուղղափառ եկեղեցի է, միանշանակ։ Այս աղավնին կօգնի, որ բարձրանաք, ասում են քաղաքական այս ուժի ներկայացուցիչները։ Առաջարկում է բարձրանալ դեպի Աստված, դեպի առաքելություն, դեպի ուրեմն աստվածայինը։ Ալպիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։